Դուք դիտում եք առաջին լրատվականի հիմնական թողարկումը, բարի երեկո, առաջարկում եմ նախ մի քանի տողով ծանոթանալ մեր լրազամբյուղին։ Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-ռուսական մեծ պայմանագրի հոբելյանական միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացման ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ։ Ավարտվել է Ռուսաստանի արտգործնախարարի պաշտոնական այցը Հայաստան։ Սկանդալ Բաքվում կամ ինչու չի կարելի միջազգային ֆորումներ անցկացնել Ադրբեջանում։ Եվրանեստի Բաքվում կայացած նիստում Ադրբեջանի նախագահը հերթական անգամ խախտել է բարեկրթության նորմերը և արժանացել հայկական պատվիրակության հակազդեցությանը։ Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի Ղարաբաղյան կարգավորման ուղղված ջանքերը և ուղղակի երկխոսություն սկսի Արցախի հետ։ Ամերիկյան CSIS ռազմավարական հետազոտությունների կենտրոնի Մեծ Կովկաս խորագրով հետազոտության հետևությունն է։ Հատուկ ռեպորտաժ Վաշինգտոնից։ Ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը կապահովի օրինականությունը քարոզարշավի և ընտրությունների ընթացքում։ Շտաբը կհամագործակցի լրատվամիջոցների և դիտորդների հետ։ Եվ հայ բասկի հերթական հաղթանակը ամերիկյան Ռիչմոնդ քաղաքում կայացած քիքբոքսինգի Միացյալ Նահանգների առաջնությանը գերծանր քաշային կարգում հաղթել է Վահե Սահակյանը։ Երևան-Մոսկվա դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակի կապակցությամբ այսօր միմյանց շնորհավորել են Հայաստանի նախագահն ու Ռուսաստանի արտգործնախարարը։ Սերգեյ Լավրովն ու Սերժ Սարգսյանն ընդգծել են, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական երկխոսությունը, առևտրատնտեսական, ռազմական, ռազմատեխնիկական, հումանիտար, նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում դինամիկ զարգացող գործակցությունը վկայում են երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերության և ամուր դաշնակցային փոխհարաբերությունների մասին, որոնք տարեցտարի ամրապնդվում են երկու երկրների նախագահների միջև պարբերաբար տեղի ունեցող բարձր մակարդակի հանդիպումներով։ Սերգեյ Լավրովը տարին հոբելյանական է համարել նաև սույն թվականի օգոստոսին լրացող բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պայմանագրի 15-ամյակի առիթով և նշել, որ հոբելյանական տարում այդ կապակցությամբ կազմակերպվող միջոցառումները համատեղվում են համագործակցության առավել զարգացման ուղղված որոշակի ծրագրերի իրագործմամբ։ Հայ և բուլղար ժողովուրդների միջև պատմական խոր հարաբերությունների մասին է խոսել նախագահ Սարգսյանն ու Բուլղարիայի վարչապետը։ Բոյկո Բորիսովը նշել է, որ հայաստանյան հանդիպումների ընթացքում քննարկել է փոխգործակցության խորացման ուղղված մի շարք հավակնոտ ծրագրեր տնտեսության, մշակույթի, կրթության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, որտեղ ըստ Բորիսովի գործակցության զգալի ներուժ կա։ Բուլղարացի վարչապետը վստահեցրել է, որ Սոֆիան պատրաստակամ է եվրաինտեգրման ճանապարհին աջակցելու և իր փորձով օգտակար լինելու Հայաստանին։ Զրուցակիցները երկուստեք կարևորել են հայ-բուլղարական երկկողմ կապերի ամրապնդման գործում Բուլղարիայի հայ համայնքի մեծ դերը։ Բուլղարական թագավորության հիմնումից դեռ շատ առաջ են հայերը ապրել Բուլղարիայում։ Մերոնքը զբաղվել են ոսկերչությամբ, զարգացրել առևտուրն ու արհեստները, նպաստել բանակաշինությանը։ Օսմանյան լծից ազատվելու տենչն էլ հարստացրեց հայ և բուլղար ժողովուրդների համատեղ պայքարի տարեգրությունը։ Դարերի եղբայրությամբ կապարակնքված այդ հարաբերությունները շարունակվում են նաև այսօր։ Հայ համայնքն իրական կամուրջ է երկու անկախ պետությունների փոխգործակցության ակտիվացման հարցում, ինչի մասին Բուլղարիայի վարչապետն այսօր խոսել է հայաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը։ Տիգրան Սարգսյանն ու Բոյկո Բորիսովը տնտեսական փոխշահավետ ծրագրերի փաթեթ են դրել երկու երկրների պատվիրակությունների բանակցային սեղանին։ Դրանք միտված են բիզնեսի զարգացմանն ու ներդրումների ակտիվացմանը։ Հայտնի բուլղարացի լրագրող Ցվետանա Պասկալևան Հայաստանի և Բուլղարիայի վարչապետների ասուլիսին առավել շատ որպես Արցախյան պատերազմի վավերագրող էր ներկայացել։ Նա Բուլղարիայի վարչապետին նվիրեց իր հեղինակած 6 լեզուներով թարգմանված Ղարաբաղի վերքերը գիրքը։ Ցանկանում եմ, որ այս գրքի միջոցով Բուլղարիայում ևս իմանան Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը։ Բախտի քմահաճույքով Արցախյան պատերազմի ակունքներում հայտնված բուլղարուհի լրագրողը պատրաստ է նպաստել երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Հարաբերությունների ընդլայնման համար կարևոր կամուրջ է Բուլղարիայում հայ համայնքը։ Տիգրան Սարգսյանի հետ առանձնազրույցի, ապա եւ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ ընդգծել է Բոյկո Բորիսովը։ Հայերը Բուլղարիայում հաջողության են հասել գործարար ոլորտում, բանկային, առողջապահական եւ մշակույթի բնագավառներում։ Երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին համարժեք չէ հայ-բուլղարական առևտրաշրջանառության ծավալը, այն կազմում է $60 միլիոն։ Անհրաժեշտ է նոր լիցք հաղորդել հարաբերություններին։ Տիգրան Սարգսյանը համոզված է, Բուլղարիայի վարչապետի այցը նոր էջ կբացի երկու երկրների տնտեսական, սոցիալական եւ քաղաքական հարաբերություններում։ Հայաստանի Հանրապետությունում կանելիք ընտրություններից հետո Հայաստանի կառավարությունը
պատվիրակություն կձևավորի եւ կգործուղի Բուլղարիա, ներառելով պատվիրակության մեջ բիզնեսի ներկայացուցիչներին, որպեսզի մենք կարողանանք ստեղծել նոր հնարավորություններ տնտեսական հարաբերությունների ամրապնդման առումով։ Հայաստանի ու Բուլղարիայի վարչապետները քննարկել են, թե հատկապես որ ոլորտներում կարող են համագործակցել։ Նախ պետք է երկու երկրների քաղաքացիների միջև շփումներն ակտիվացնել ու բացահայտել տնտեսական հետաքրքրությունները։ Առաջի հերթին պետք է սկսենք туриզմի զարգացումից։ Երկրորդ ոլորտը, որ մենք քննարկում ենք, դա դեղագործությունն է, քանի որ վերջի տարիների ընթացքում Հայաստանում դեղագործությունը բավականին մեծ թափով զարգանում է, ինչպես նաև Բուլղարիայում այդ ոլորտը նույնպես զարգանում է։ Երրորդ ուղղությունը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ Հայաստանում կա մեծ ներուժ, այդ թվում նաև արտահանման մեծ պոտենցիալ։ Մշակութային զբոսաշրջության զարգացման ոլորտում Բուլղարիայի վարչապետը համագործակցության մեծ հեռանկար է տեսնում։ Կրթության ոլորտում գործակցությունը կխորացվի։ Երևանի պետական մանկավարժական եւ Սոֆիայի համալսարանները ստորագրել են հուշագիր։ Մեկ այլ պայմանագիր վերաբերում էր սոցիալական պաշտպանության ոլորտին։ Ըստ Բոյկո Բորիսովի, եվրաինտեգրման գործընթացների զարգացման համար կարևոր է, որ Հայաստանի իշխող կուսակցությունը ԵԺԿ անդամ է։ Մենք Հայաստանի համար կարող ենք կամուրջը հանդիսանալ եվրաինտեգրման ճանապարհին։ Այս գործում Բուլղարիան պատրաստ է օժանդակել Հայաստանին։ Այժմ էլ աշխատում ենք միջազգային կազմակերպություններում ի նպաստ Հայաստանի եվրաինտեգրման։ Գործարար կապերի աշխուժացմանը Բոյկո Բորիսովի խոսքով կարող է նպաստել Հայաստանի հետ վիզային ռեժիմի թեթևացումը։ Տրանսպորտային հաղորդակցության ոլորտում է անհրաժեշտ զարգացնել կապերը։ Հնարավոր է Սոֆիա-Մոսկվա ավիաչվերթում Երևանի զվարթնոցն ընտրվի որպես միջանկյալ օդանավակայան։ Շահավետ ավիաչվերթ է Սոֆիայից Երևան եւ Երևանից Ռուսաստան։ Երկու երկրների հարաբերությունները կարող է ջերմացնել հայկական կոնյակը, իսկ ինչու հնարավոր չէ Բուլղարիայում հայկական կոնյակ գտնել։ Հայաստանի վարչապետից հետաքրքրվեց բուլղարացի լրագրողներից մեկը։ Տիգրան Սարգսյանը խոստացավ հաշվի առնել բուլղարացի սպառողների պահանջը։ Մենք կտրուկ կընդլայնենք կոնյակի արտահանումը Բուլղարիա։ Առանց հայկական կոնյակի համաճաշակելու բուլղարացի հյուրերը Հայաստանից չեն հեռանա։ Երեկոյան ընդունելությանը նրանց կոնյակը հյուրասիրեն։ Արմինե Պետրոսյան, Տիգրան Բաբայան, Առաջին լրատվական։ Սկանդալ Բաքվում կամ ինչու չի կարելի միջազգային ֆորումներ անցկացնել Ադրբեջանում։ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովում ելույթ ունեցած Իլհամ Ալիևը խախտելով բարեկրթության տարրական նորմերը վիրավորական արտահայտություններ է արձակել Հայաստանի հասցեին։ Հայաստանյան պատվիրակության անդամները դրան համապատասխան են արձագանքել ելույթներով ու նամակներով։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող Նայրա Զորաբյանը պահանջել է հստակ գնահատական տալ Ադրբեջանի նախագահի ելույթին, ինչը չանելու դեպքում ինքն իրավունք կունենա մտածել, որ Եվրանեստի ապագան լրջագույն վտանգի տակ է։ Եվրանեստի խորհրդարանական վեհաժողովը վերածվեց պատմության անբարեխիղճ ընթերցման։ Պահանջում ենք, որ այս կառույցի կողմից ամբիոն չտրամադրվի այն գործիչներին, որոնք իրենց ելույթներում քարոզում են բռնություն եւ այլատյացություն, գրված է հայկական պատվիրակության բաց նամակում, որը հենց դահլիճում բաժանվել է վեհաժողովի մասնակիցներին։ Հայկական պատվիրակության ղեկավար Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Վահան Հովհաննիսյանն էլ նշել է, որ հայկական կողմն իր խորին դժգոհությունն է հայտնում Եվրանեստին Ադրբեջանի կողմից հյուրընկալության արտոնությունները չարաշահելու կապակցությամբ։ Եվրամիության ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն բացառել է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարինումը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների Ֆյուլեն նշել է, որ Բրյուսելը շարունակում է աջակցել ԵԱՀԿ միջնորդական ջանքերին։ Մենք աջակցում ենք Մինսկի խմբին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ դա ամրագրված է Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի փաստաթղթերով։ Ոչ մի փոփոխության մասին խոսք լինել չի կարող, ասել է Ֆյուլեն, ավելացնելով, որ հակամարտության կարգավորման խնդիրը քննարկվել է իր եւ Ադրբեջանի արտգործնախարարի հանդիպմանը։ Եվրամիության հանձնակատարը նաև ասել է, որ Բրյուսելը Հայաստանի եւ Ադրբեջանի դատին փաթեթ կներկայացնի, ուղղված կողմերի միջև վստահության մթնոլորտի ամրապնդմանը։ Ամերիկացի հետազոտողները խորհուրդ են տալիս որոշումների ընդունման համաշխարհային կենտրոններին հորիզոնական կապեր հաստատել Կովկասում դեռևս միջազգայինորեն չճանաչված պետությունների, առաջին հերթին Արցախի հետ։ Այդպիսով ըստ նրանց կկանխվի ռազմական գործողությունների վերսկսման վտանգը։ Միացյալ Նահանգների մայրաքաղաքում կազմակերպված քննարկմանը փորձագետները նաև կարծիք են հայտնել, որ Երևանն ու Վաշինգտոնը ի տարբերություն Բաքվի կիսում են խաղաղության տեսլականը, ինչը հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ռազմական տարբերակի բացառմանն է ուղղված։ Հայկարամ Նահապետյանի ռեպորտաժը Վաշինգտոնից։
Միացյալ Նահանգներն աստիճանաբար պետք է ավելի իրատեսական մոտենա Հարավային Կովկասի անջատված տարածաշրջանների կարգավիճակի հարցին։ Այդ տարածաշրջաններն արդեն 20 տարի է դե ֆակտո անկախ են եւ պետք է հասկանալ, որ շատ փոքր է հնարավորությունը, թե Լեռնային Ղարաբաղը խաղաղ ճանապարհով կվերադառնա Ադրբեջանին կամ Աբխազիան ու Օսիան Վրաստանին։ Ամերիկյան CSIS ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի Մեծ Կովկաս խորագրով հետազոտության էջերին գրում է փորձագետ Ջեֆրի Մանկոֆը, շարունակելով զարգացնել ադրբեջանցի դիվանագետի համար շոկային հայտարարությունները, Մանկոֆը գտնում է, որ Վաշինգտոնը պետք է ուղղակի հորիզոնական կապեր հաստատի դե ֆակտո անկախ միավորների հետ, թեկուզ եւ առայժմ ոչ բարձր, բայց պետական մակարդակով չեզոքություն պահպանելով վերջնական կարգավիճակի հարցում։ Այսպես ասեմ, չեմ կարծում, թե կխանգարեր։ Ավելի ակտիվ միջնորդություն պետք է լինի Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից կամ Եվրամիությունից վստահ լինելու, որ ռազմական գործողությունները չեն վերսկսվի։ Այսքանով, այո, ես աջակցում եմ ուղղակի երկխոսություն հաստատելու մոտեցմանը։ Ղարաբաղյան հակամարտությունը Մանկոֆը համարում է ամենապայթյունավտանգը Կովկասում, պատերազմի վերսկսումը կանխելու առումով Երևանի եւ Վաշինգտոնի միջև ռազմավարական շահերի նույնացում է առաջացել՝ ի հակադրություն Ադրբեջանի, որը շարունակ կռիվներից է խոսում։ Երևանը եւ Վաշինգտոնը աշխատում են պատերազմի վերսկսումը կանխելու ուղղությամբ։ Այո, այս առումով մենք իհարկե նույն դիրքերից ենք հանդես գալիս։ Կարծում եմ Միացյալ Նահանգները բավական հաջող աշխատանք է տարել խոսելու այս մասին կողմերի հետ, թե պետքարտուղարությունում եւ թե Պենտագոնի մակարդակներով։ Պատերազմի վերսկսումը կործանարար կլինի տարածաշրջանի համար։ Թեմայի բնական շարունակությունն է հայ-թուրքական հարաբերությունները։ Դեսպան Ջոն Էվանսը գտնում է, որ Երևան-Անկարա դիվանագիտական հարաբերությունների հաստատումը անհրաժեշտություն է եւ չի կարող մեկնաբանվել, իբր դրանով կարգավորված կհամարվեն բոլոր խնդիրները, նույնիսկ եթե խնդիրները տարածքային վեճի թեքումներ ունենան։ Վաշինգտոնն ինքը սահմանային հարցեր ունի առ այսօր։ Հասարակական ընկալում է ձևավորվել, թե դիվանագիտական հարաբերություններ հաստատելով բոլոր խնդիրները կլուծվեն կամ տարածքային վեճերը կհամարվեն անցած փուլ։ Դա ճիշտ չէ։ Մենք Կանադայի հետ մինչև այսօր տարածքային հարցեր ունենք։ Ռուսաստանն ու Ճապոնիան համակողմանի դիվանագիտական հարաբերություններ են հաստատել, թեև նույնպես սահմանային հարցեր ունեն։ Բավական է հետազոտել 2008 թվականի օգոստոսյան պատերազմի դառը փորձը ընկալելու համար խաղաղության կարևորությունը թե գերտերությունների եւ թե նույն Կովկասի համար։ Ավարտին նշեցին մասնակիցները։ Հայկարամ Նահապետյան, Առաջին լրատվական, Վաշինգտոն։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանը Դամասկոսին պայման է ներկայացրել, ըստ որի ապրիլի 10-ից երկրում պետք է դադարեցվեն ռազմական գործողությունները եւ սկսվի խաղաղության հաստատման ուղղված ծրագրի իրականացումը։ Քոֆի Անանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին խնդրել է պաշտպանել նշված ժամկետը։ Ծրագրով նախատեսվում է 48 ժամով դադարեցնել մարտերը եւ կառավարական ուժերը դուրս բերել բնակավայրերից։ Միաժամանակ միջազգային ուժերը պարտավորվում են չմիջամտել Սիրիայի ներքին խնդիրներին, բայց եւ պետք է հնարավորություն ունենա մարդասիրական օգնություն առաքել տուժած շրջաններ։ Սիրիայի իշխանությունը, որը համաձայնել էր այդ ծրագրին, զգուշացրել է, թե նախաձեռնությունը կարող է չգործել, քանի որ ընդդիմությունը չի ցանկանում վայր դնել զենքը։ Երկու օր է ընթանում է Տյումենի մոտ տեղի ունեցած ավիավթարի պատճառների հետաքննությունը, սևարխերի վերծանումից պարզվել են ողբերգության մանրամասները, բայց ոչ պատճառները։ Իրար հետևից հերկվում են վթարի վարկածները, այդ թվում օդանավի անսարքությունը, քանի որ շարժիչներն աշխատել են մինչև օդանավի գետնին բախվելը։ Հերկվել է նաև անձնակազմի ոգելից խմիչք օգտագործած լինելու կամ հոգնածության վարկածի եւ վերջապես չեն հաստատվել վառելիքի վատ որակի եւ կարգավարների անուշադրության տարբերակները։ Ահաբեկության վարկածը հենց սկզբից է բացառվել։ Այսպիսով ամեն ինչ իդեալական էր անթերի, սակայն օդանավը թռիչքից րոպեներ հետո առայժմ անհայտ պատճառով վայր է ընկնում, բաժանվում երկու մասի, որին հետևում է հրդեհը։ Օդանավում եղած 43 մարդու զոհվում է 31-ը, 12 փրկվածների վիճակն էլ ծանր է, 3-ի համար կյանքի երաշխիքներ չկան։ Ամեն դեպքում վթարի կապակցությամբ քրեական գործ է առուսվել, Տյումենի մարզում 4-օրյա սուկ է հայտարարվել։ Նախագահ Սերժ Սարգսյան ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին Տյումենի մերձակայքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել եւ տուժել են տասնյակ ռուսաստանցիներ։ Նախագահ Սարգսյանը խնդրել է իր ցավակցության եւ զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու բարեկամներին, իսկ ողբերգության հետևանքով բոլոր տուժածներին արագ ապաքինման մաղթանքները։
Այլ թեմաների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում 5 քառակուսի մետր գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառների տեղադրման հարցներ։ Արտաքին գովազդային վահանակներ տնօրինող 17 կազմակերպություններ էին հանձնաժողովին տեղեկություններ ներկայացրել վահանակների վայրերի ու վարձավճարների վերաբերյալ։ Հանձնաժողովը ճշտել է տեղեկատվությունը հասցեները եւ համադրել կուսակցություններից ստացված հայտերի հետ։ Քարոզչական պաստառների տեղադրման ցանկություն է հայտնել 5 կուսակցություն։ Ընդհանուր հայտերի քանակը եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից 133 հայտ, Ժառանգություն կուսակցության կողմից 74 հայտ, Օրինաց երկիր կուսակցության կողմից 93 հայտ, այսինքն այդ հայտը նկատի ունեմ կոնկրետ վահանակի քանակները ըստ էության երկու երեսները միասին վերցրած։ Հայ հեղափոխական դաշնակցությունից 54 եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից 127։ Խորհրդարանական ընտրությունների շեմին ոստիկանության համակարգում ստեղծվել է օպերատիվ շտաբ պատշաճ հասարակական կարգ ու կանոն հաստատելու, ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու նպատակով։ Ընտրացուցակների ճշտումից մինչև թեկնածուների անվտանգության ապահովում եւ օրինազանցների հայտնաբերում։ Ինչպես է ոստիկանությունը պատրաստվում պահպանել օրինականությունը նախընտրական ու հետընտրական ժամանակահատվածում, պատմում է Հայկ Հովհաննիսյանը։ Ոստիկանապետի հրամանով ստեղծված օպերատիվ շտաբում ընդգրկված պատասխանատու ծառայությունների ու ստորաբաժանումների ղեկավարներն այսօր ոստիկանությունում անցկացրին շտաբի առաջին նիստը։ Մինչև նիստի մեկնարկը ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը ներկայացրեց առաջիկա ընտրությունների ժամանակ ոստիկանության դերակատարության մասին որոշ դիտարկումներ։ Ըստ ոստիկանապետի առաջիկա ընտրություններում իրենք չեն տարբերակելու ոչ իշխանության, ոչ ընդդիմության քաղաքական ուժերին։ Ոստիկանությունն էլ իր իրավասության շրջանակում ամեն ինչ անելու է ընտրությունների օրինականությունն, արդարությունն ապահովելու համար։ Մենք անաչառ ենք լինելու, մեր մոտեցումները լինելու են վերկուսակցական, վերքաղաքական, մեր ֆունկցիաների մեջ են մտնելու, սկսած ընտրացուցակների ճշտումները, վերջացրած թեկնածուների անվտանգությունը, տեղամասերի անվտանգությունը, շտաբերի անվտանգությունը եւ այլն բոլոր երևույթները, որը կստվերի կամ կխանգարի արդար ազնիվ ընտրություններին։ Անձնական պատասխանատվություն եմ կրում ընտրությունների խաղաղ եւ արդարացի անցկացման հետ կապված, ինչ վերաբերում մեր ոստիկանական իհարկե գործունեությանը։ Ոստիկանապետը հատկապես կարևորեց լրատվամիջոցների դերը, նշելով, որ բոլորի հետ գործակցելու են համակարգին վերաբերող ցանկացած հարցում։ Կան մի շարք խնդիրներ, որոնք անպայման պետք է լուծվեն, նշեց նա։ Շտաբի անդամներն արդեն անցնելով քննարկմանը ներկայացրին այն ուղղությունները, որոնք կլինեն իրենց ուշադրության կենտրոնում։ Մի քանի խմբեր են ստեղծվել, որոնցից հիմնականը, նշեմ դա, տեղեկատվության հավաքման, ամփոփման, վերլուծության խումբն է, վերակարգերի ծառայության նկատմամբ հսկողության իրականացնող խումբն է, բացի դրանից կաշխատի ուղիղ կապ հատուկ միջազգային դիտորդների առաքելության հետ աշխատելու համար եւ ԱՊՀ դիտորդների հետ աշխատելու համար։ Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն էլ անդրադարձավ ընտրացուցակներում տեղ գտած թերություններին։ Կան բացթողումներ, որոնք ոստիկանության գործունեության հետ կապ չունեն, նշեց նա։ Ըստ Օսիկյանի մահացած մարդկանց անունները հարազատների տրամադրած տեղեկությունների հիման վրա է, որ չեն ներառվում ընտրողների ռեգիստրում, եւ նրանք է, որ պետք է հետևողականորեն լինեն այդ հարցում։ Բացի այդ, հանրապետությունից բացակայողներն իրենք պետք է ներկայանան տվյալ երկրում մեր դիվանագիտական ներկայացուցչություն, հայտնելով, որ Հայաստանում չեն բնակվում։ Առաջին անգամ թերևս ընտրացուցակների հրապարակայնությունը ել ավելի առաջ է գնացել, մասնավորապես նոր ընտրական օրենսգրքով ոչ միայն հնարավորություն է տրվում յուրաքանչյուր ընտրողի իր վերաբերյալ տվյալները ընտրական ցուցակներում արկայության կամ բացակայության վերաբերյալ ճշտել election.am փակեջով, այլ նաև այլ անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալ, ճշտել։ Ոստիկանությունում խոստանում են, որ շտաբի աշխատանքները կլինեն թափանցիկ եւ բարձրացված հարցերն անպայման լուծում կստանան։ Հայկ Հովհաննիսյան, Հակոբ Սարգսյան, առաջին լրատվական։ Շարունակելով թեման, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան ոստիկանության զորքերի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ հրամանատար ոստիկանության պետի տեղակալ գեներալ-մայոր Լևոն Երանոսյանին։ Նշելով, որ Երանոսյանը մարտական սպա է, ունի հարուստ կենսափորձ, Վլադիմիր Գասպարյանը հույս է հայտնել, որ նրա ղեկավարությամբ ոստիկանության զորքերը որակական փոփոխություն կապրեն եւ կծառայեն առաջադրված խնդիրների լուծմանը։ Ակնկալում եմ, որ գեներալի նշանակումով որակական փոփոխություն ապրելու
համակարգը, որովհետև քաջատեղյակը եւ գիտի զինվորական գործը եւ պրակտիկ գիտի։ Վլադիմիր Գասպարյանն անդրադարձել է նաև ոստիկանության զորքերում առկա թերություններին եւ անձնակազմին ցուցում տվել կարճ ժամկետում վերացնել դրանք, շեշտելով հատկապես անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանն ու ծառայողական պարտականությունների հստակ եւ անվերապահ կատարմանը։ Ոստիկանապետը համոզմունք է հայտնել, որ առաջադրված խնդիրները կկատարվեն ամբողջ ծավալով եւ ոստիկանության զորքերը հանդես կգա որպես ուժեղ, միասնական, մարտական ընտանիք։ Քիչ առաջ Հայաստանի եւ Կիպրոսի արտգործնախարարները երկու երկրների կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին Եվրամիության առնչվող հարցերում գործակցության վերաբերյալ։ Էրատո Կոզակոմարկուլիսը հայտարարել է, որ սա իր առաջին այցն է Հայաստան եւ միշտ սպասել է այս այցին իր հարգանքն ու հիացմունքը հայտնելու հայ ազգին։ Բարեկամ երկրի արտգործնախարարը նաեւ հայտարարել է, որ վաղն այցելելու է Ծիծեռնակաբերդի ու Շամալից Կիպրոսի հայ համայնքին տված խոստումը կատարելու համար։ Հայաստանի եւ Կիպրոսի հարաբերությունները Էրատո Կոզակոմարկուլիսը գնահատել է գերազանց, ասել, որ Կիպրոսը սատարում է Եվրամիությունից Հայաստանի ակնկալիքներին, տեղեկացնելով, որ հուլիսի 1-ից Կիպրոսը դառնալու է Եվրամիության նախագահող երկիր։ Էրատո Կոզակոմալույսը ասել է նաև, որ իդեմս Կիպրոսի Հայաստանն ունի անկեղծ բարեկամ եւ ուժեղ աջակից Եվրամիությունում, եւ որ Կիպրոսը կանի ամեն ինչ Հայաստանի ընտրությունը դեպի Եվրամիություն աջակցելու համար։ Նա նաև ասել է, որ այս հարցերն ինքը քննարկել է Եվրամիության արտաքին հարցերի հանձնակատար Քեթրին Էշտոնի հետ։ Կիպրոսի արտգործնախարարը նշել է նաև, որ երկու կառավարությունները վճռական են հարաբերություններն ամրապնդելու, իրենց ջանքերն ավելացնելու գործում։ Իսկ Թուրքիայի վերաբերյալ Էրատո Կոզակոմարկուլիսը ասել է, որ նրա սպառնալիքները նորություն չեն, որ Կիպրոսը ոչ միայն ենթարկվում է Թուրքիայի ամենօրյա սպառնալիքներին, այլև Թուրքիայի բռնազավթման պատճառով խախտվում են Կիպրոսի ինքնիշխանությունն ու մարդու իրավունքները։ Ինչ վերաբերում է Եվրամիության նախագահության չհամագործակցելու Թուրքիայի սպառնալիքներին, Կիպրոսի արտգործնախարարն ասել է, որ դա թեկնածու երկրի պահվածք չէ եւ Թուրքիայի համար կլինեն հետևանքներով։ Թուրքիան սպառնում է, որ չեն համագործակցի Եվրամիության նախագահության հետ Կիպրոսի նախագահության ընթացքում։ Այդ առիթով Թուրքիան ստացել է շատ հստակ պատասխան բոլոր ասիաների կողմից։ Նրանք բոլորը դատապարտել են։ Ուստի եթե Թուրքիան ընտրում է չհամագործակցելը Եվրամիության նախագահության եւ Կիպրոսի հանրապետության հետ, որը ճանաչվել է 194 երկրների կողմից եւ միակ չճանաչողը Թուրքիան է, օկուպացնող ուժը, կարծում եմ վնասում են Եվրամիությանը անդամակցելու իրենց իսկ հեռանկարը։ Սա թեկնածու երկրի պահվածք չէ եւ կլինեն հետևանքներ։ Կորպորատիվ պատասխանատվություն նաև կրթության ոլորտում ներդրումային փաթեթն արժե $100,000։ Հայաստանի առաջատար բջջային օպերատորը կրթության եւ գիտության նախարարության հետ կնքել է երկարաժամկետ գործակցության համաձայնագիր։ Այդ շրջանակում Vivatel MTS-ը Wi-Fi ինտերնետ կապ կտրամադրի ավելի քան 100 դպրոցի։ Այն կօգտագործվի միմիայն կրթական, ուսումնական եւ սոցիալական նպատակներով։ Դպրոցականները նաև կօգտվեն դասագրքերի էլեկտրոնային շտեմարանից, որտեղ թվայնացված է շուրջ 230 անուն դասագիրք։ Նախարար Արմեն Աշոտյանն ու Vivatel-ի տնօրեն Ռալֆ Իրիկյանը չեն կասկածում, որ գործարարներն առաջիկայում իրենց բիզնեսում են նկատելու այս աջակցության արդյունքները։ Եթե Հայաստանի 1000 խոշոր հարկատուներն իրենց շահույթից անգամ խորհրդանշական ներդրում կատարեն կրթական համակարգում, շատ կարճ ժամանակահատվածում համակարգի բարեփոխումները կրկնակի արագ կիրականացվեն, վստահ են կրթության ու գիտության նախարարությունում։ Ցավոք պետք է շեշտեմ, որ Հայաստանի մասնավոր հատվածը, բիզնես հատվածը դեռևս ամբողջությամբ չգիտակցում կրթության ոլորտում ներդրումների կարևորությունը ոչ միայն երկրի հետագա զարգացման համար, այլ նաև սեփական բիզնեսի ապագա զարգացման համար։ Կրթական ոլորտում մասնավոր հատված եւ պետություն, որպես լավագույն համագործակցության պայմանագիր, այսօր ստորագրեցին Vivatel MTS-ի ղեկավարն ու կրթության գիտության նախարարը։ Հենց այս փաստաթղթի շնորհիվ 2012-ին կրթական համակարգի որոշ գերակա ուղղություններում բարեփոխումները շատ արագ կյանքի կկոչվեն։ Vivatel-ը պատրաստակամ է 37 միլիոն դրամի ներդրում կատարել Հայաստանի կրթական ոլորտում։ Այն փաստաթուղթը, որ մենք ստորագրեցինք, ունիկալ փաստաթուղթ է, եզակի փաստաթուղթ է, ասեմ դες Այդ փաստաթղթում ամրագրված 5 հիմնական միջոցառումները, 5 հիմնական գործողությունները բխում են կառավարության կողմից հաստատված 2012 թվականին վերաբերող գերակայություններից կրթության ոլորտում։ Մենք չենք կարող գտնվել անդակեր կրթական ոլորտից
որ կարողանանք մենք արմասնակցած լինենք, մեր ներդրումը ունենանք, որ զարգանա այս ոլորտը։ Ես ուզում եմ հրավիրեմ շատ այլ ուրիշ գործընկերներին, տարբեր ոլորտներից, որ իրենց փորձով կարողանան ձեռք մեկնել նախարարության, որ իրականացնեն այլ ուրիշ բազմադեսականի ծրագրեր։ Ներդրումների շրջանակում 107 հանրակրթական դպրոցներ կունենան համացանցին միանալու անլար Wi-Fi կապի հնարավորություն։ Դպրոցների աշակերտներն ու ուսուցիչները կկարողանան նաև օգտվել շուրջ 230 անուն դասագրքերի էլեկտրոնային շտեմարանից։ Ներդրվելիք վարկանշման նոր մեթոդով կվարկանշվեն թե բուհերը, թե դպրոցները, որի համար Հայաստան կհրավիրվեն հատուկ մասնագետներ։ Հաշվի կառնվի նաև հանրային կարծիքը։ Վիվասելը պատրաստակամություն է հայտնել նաև աջակցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին լավագույն ուսանող հանրապետական մրցույթի կազմակերպման հարցում։ Վահե Կոստանդյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Լոռու մարզում վերականգնվում են այգեգործության ավանդույթները, որոնք վերացել էին անկախության տարիների դժվարությունների պատճառով։ Ոռոգման ջրի խնդրի կարգավորումն այսօր նորանոր հեկտարների այգետնկման հնարավորություն է ստեղծել։ Այգեգործների ակնկալիքներն այս տարվա եղանակից դրական են։ Եղանակն առայժմ բարենպաստ է, ինչն էլ լավ բերքի երաշխիք է։ Իմ գործընկեր Հրաչյա Պապինյանը զրուցել է շնողցիների հետ, որոնք այգեգործության զարգացման համար պետությունից աջակցություն եւ տեխնիկա են խնդրում։ Լոռու մարզում գարունը շնող, տեղուտ, ճոճկան եւ այրում գյուղերից է սկսում։ Այստեղ այգեգործության ավանդույթները 5000 տարվա պատմությունն են։ Այդ մասին վկայող գինեգործական հնձաներ են հայտնաբերվել Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի տարածքում, Վալեքս խմբի պատվերով իրականացված պեղումների արդյունքում։ Էներգետիկ ճգնաժամի տարիներին հազարավոր հեկտար այգիներ ոչնչացան, հատվեցին նաև շնողի այգիները։ Վերջին տարիներին սակայն այգիները կրկին վերականգնվում են։ Մարդիկ արդեն զբաղվում են, գյուղատնտեսությամբ զբաղվում են։ Առաջ չէին անում հողերը հիմնականում բաց թող էին, բայց մի այնայք սաղ մշակել են ծառանքսում բերք են սպասում։ Արամ Բաբայանը բնակվել է Ռուսաստանի Դաշնությունում, 2 տարի առաջ է վերադարձել գյուղ եւ ձեռնամուխ է եղել այգետնկման աշխատանքներին։ Դրան նպաստել այն հանգամանքը, որ լուծված է ոռոգման խնդիրը։ Ջուրը այգիներ է հասել ու հիմա ամեն տարի այգիներն ավելանում են, իսկ 300-400 հեկտար հայացնող հացահատիկի ցանքսերը նվազում։ Հիմնականում դա շահույթ է, այդքան մեծ չէր, մարդիկ կամաց փոխեցին այդ ցանքաշրջանառությունը, հիմա ավելի շատ հենված են արևածաղկի եգիպտացորենի վրա։ Այս տարի արդեն մոտարապես 9 հեկտար աճարացան, մոտ 30-32 հեկտար արդեն վարածա եգիպտացորենի նախապատրաստած եգիպտացորենի ցանքսեր անելու, 8 հեկտար գառնան գարյանք ցանել, էլիտար սերմացող ստացած։ Գառնան գյուղատնտեսական աշխատանքներն այստեղ մարտի սկզբից են սկսվել, այգիների ետնուբուժումն ավարտված է։ Տարվայի շրջանում շնողում այգիներն արդեն ծաղկում են, բայց հնարավոր ծրտերը վտանգում են բերքը։ Այս տարի ծառերը դեռ չեն բողբոջել, ինչը լավ բերքի երաշխիք է։ Տարին նպաստավոր է նաև նրանով, որ ի վերջո շնողի գյուղատնտեսությունը պետական համալիր աջակցություն է ստացել, նախ եւ առաջ հացահատիկի գարու որակյալ սերմացում։ Գյուղացին արդեն պարարտանյութը ստացել է, ազոտական պարարտանյութը ստացել է, դիզվառելիքը որ է գումարները մուծված է, մենք սպասում ենք, որ կգա, աշխատանքները թափ է հաղորդված։ Պետք է նշեմ, որ 2011 թվականի համեմատ շուրջ 15-20 հեկտարով գառնան նույն ժամանակաշրջանի համեմատ ցանքաշրջանառություններն ավելացել են։ Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակում մենք տարբերություն ունենք դրական իմաստով։ Գյուղապետն առաջընթացը պայմանավորում էին հանգամանքով, որ Թեղուտի հանքավայրի շահգործման ծրագրերում ընդգրկված 150 շնողցիներն իրենց վաստակի մի մասը ներդրում են գյուղատնտեսության մեջ։ Սակայն անբավարար է գյուղատնտեսական մեքենաներն ու մեխանիզմները, ինչի լուծումը ներկայիս մանր տնտեսությունների առկայության պայմաններում առանց պետական աջակցության անհնար են համարում։ Նորեր էլ մենք վիճակի չենք, որ գնանք նոր գնենք, որովհետև ահավոր թվերը, ահավոր գները չենք կարող մենք առնել։ Դեռևս անբավարար է անասնաբուժական ծառայության որակը, պատվաստանյութերի քանակը։ Հիմա շնողում ընթացքի մեջ է կարտոֆիլի ցանքսը, որ այստեղ միայն տնամերձերում են կատարում, իսկ ապրիլի 15-ից արդեն կսկսվի արևածաղկի ու եգիպտացորենի ցանքսերը։ Հրաչյա Պապինյան, Արման Տիտանյան, Առաջին լրատվական։ Քանի երեխա է ծնվել Հայաստանում ընթացիկ տարվա առաջին երամսյակում, ամբողջական արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթ անց, երբ կավարտվի ծնելիության համահայաստանյան մոնիտորինգը։ Մասնագետներին ոգևորում է փաստը, որ հետպատերազմյան ծնելիության ճգնաժամը աստիճանաբար հաղթահարվում է։ Նպաստող գործոնների թիվը կարելի է այդ թվին դասել նաև սեռավարակների ու անպտղության կրճատման ուղղված պետության տարբեր ծրագրերը, որոնց շնորհիվ 15 տարվա ընթացքում անպտղության ցուցանիշները նվազել են
50%-ով։ Ծնելիության աճի խթանմանը գլխավորապես նպաստում է նաև ծննդօգնության պետական ծրագիրը։ Մայրաքաղաքի ծննդատներում ամենօրյա մոնիտորինգի արդյունքների վերլուծությունն արդեն հնարավորություն է տալիս խոսել 2012-ի առաջին եռամսյակում ծնելիության պատկերի մասին։ Նախորդ տարվա առաջին 3 ամիսների հետ համեմատությունը ոգևորել է առողջապահության նախարարության մասնագետներին։ Հունվարին նորածինների թիվը փոքր-ինչ նվազել է, բայց փետրվարը լավատեսության հիմքեր է տալիս։ Հունվար ամսին մենք ունեցանք ծնունդների կրճատում, մոտավորապես 200 ծնունդին մոտ, բայց փետրվար ամսին շատ զարմացանք, շատ ուրախացանք, որտեղ ծնունդների աճ ունեցանք։ Հուսամ, որ գուցե թե փետրվարը մի այսպես ծաղիկ է, որ ասում էր, որ շատ մի վախեցեք, գուցե դեռևս իրավիճակը մի քիչ կլավանա։ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետը նշում է, 90-ականների սոցիալ-տնտեսական ճգնաժամի տարիներին ծնելիության կտրուկ նվազումից հետո վերջին տարիներին մանավանդ ծննդօգնության պետական հավաստագրերի ներդրման արդյունքում առաջընթացն ավելի քան ակնհայտ է, սկսած սեռավարակների, անպատկության կանխարգելումից մինչև ծննդօգնության համար վճարումները։ Եթե 98-ին հայ ընտանիքներում անպտղությունը հասնում էր մինչև 32%-ի, այսօր այն չի գերազանցում 16%-ը, իսկ ծննդօգնության համար վճարումները հասցվել են նվազագույնի։ Այսօր 7-ից 8%-ը չի գերազանցում հնարավոր վճարումների այդ ոլորտում, իսկ եղել է մոտավորապես 90%, հա, մինչև հավաստագրի ներդրում։ Ծննդօգնության պետական հավաստագրերի ներդրման արդյունքում բարելավել է նաև նախածննդյան հաշվառման ու ախտաբանությունների վաղ հայտնաբերման ցուցանիշը։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատան առաջնակարգ բուսսարքավորումները հնարավորություն են ստեղծում անգամ ամենավաղ շրջանում ախտորոշում կատարել ու կանխել հղիության հնարավոր բարդացումները, իսկ բժշկական ցուցման դեպքում նաև ընդհատել այն։ Եթե վերցնում ենք պաթոլոգիաներ, ամենավաղ շրջանում հնարավորություն ունենք հայտնաբերելու հղիներ, որոնք ունեն արատներ, եթե կան, ասենք, բժշկական ցուցումներով ընդհատումներ, հարց կդրվի ընդհատման, վաղ շրջանում, ասենք, կարող ենք հետազոտել, կարող ենք գտնել դա։ Մինչև 2008-ը վաղաժամ ծննդաբերության արդյունքում նորածինների մահացածության տոկոսը 70-ից ավելի էր, այսօր այն հասել է մինչև 60%, և նույն պերինատալ պատճառներով մինչև 1 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը կրկնակի անգամ նվազել է 8.2%-ից հասնելով 4-ի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ծննդատանը փաստում են, սա ամենօրյա աշխատանքի արդյունք է։ Չնայած դժվարությունների, բարդությունների, մեր համատեղ աշխատանքների շնորհիվ նպաստում ենք ծնելիության բարձրացմանը Հայաստանի Հանրապետությունում եւ առաջնորդվում ենք կարգախոսով առողջ կին, առողջ սերունդ եւ հետեւաբար առողջ պետություն։ Մինչև շաբաթվա վերջ կամփոփվեն ծնելիության նաև մարզային մոնիտորինգի արդյունքները եւ այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշների համապատկերը կհրապարակվի արդեն հաջորդ շաբաթ, ու մասնագետները լիահույս են, որ նոր ցուցանիշները նոր առաջընթացի մասին խոսելու առիթ կդառնան։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, առաջին լրատվական։ Հայ բազկի հերթական հաղթանակը ծնունդով Հայաստանից այժմ Նյու Յորքաբնակ գերծանրքաշային Վահե Սահակյանը հաղթել է ամերիկյան Ռիչմոնդ քաղաքում կայացած քիքբոքսինգի Միացյալ Նահանգների առաջնությունում։ Նախորդ տարի Գերմանիայում մեր հայրենակիցը ճանաչվել էր աշխարհի երիտասարդական չեմպիոն, իսկ այս տարվա սեպտեմբերին կրկին Միացյալ Նահանգներում տեղի ունենալիք աշխարհի հերթական առաջնությանը վճռական է պաշտպանելու իր տիտղոսը։ Մարզաձևում ամերիկյան լավագույն մարզիկը ամռանը այցելելու է Երևան քիքբոքսինգի հայ մարզիկների հետ հանդիպումներ ունենալու եւ պարապմունքներ կազմակերպելու համար։ Նշեմ, որ Վահե Սահակյանի մարզիչը նրա հայրն է Արտյոմ Սահակյանը, որը քիքբոքսինգի Միացյալ Նահանգների հավաքականի մարզիչն է։ Եվ վերջում մեր երեկոյան եթերում մեծ ֆուտբոլ է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ Բարսելոնա-Միլան հանդիպումը առաջին եթերում կլինի 22:30-ին։ Մասնագետներն ակնկալում են դիտարժան պայքար, հիշեցնեմ, որ Միլանում կայացած հանդիպումն ավարտվել էր ոչ ոքի 0-0 հաշվով։ Այսքանը մեր լրազամբյուղն սպառվեց, տաղավարում աշխատեց Աբրահամ Գասպարյանը, մնացեք բարյավ։